Մի փոքր մեկնաբանություն ստանալ պարոն Փամբուխչյան, որ վարչական շրջաններն են մեր երկու տեսանյութ պատտվել, որոնց վերաբերյալ կարծում եմ տոմետների որակի վերաբերյալ եւ հասկանանք որտեղ են դրանք եւ ինչ արձագանք ունենք դրանց հետ կապված։ Մեկը տեղի ունեցել տեսանյութը Աջափնյակ վարչական շրջանում, մյուսը Շենգավիթ, ես կխնդրեմ վարչական շրջանի ղեկավարները մեկնաբանեն։ Խնդրեմ։ Հարգելի պարոն քաղաքապետ, տեսանյութը Աջափնյակի, որ տարածում է ստացել 2021 թվականներին կատարված աշխատանքների մասով է, հիմա կատարված աշխատանքներ չի։ Այսինքն այդ հատվածը, որտեղ որ ներկայացվում էր, որ նախորդ տարի արված աշխատանքների արդյունքն է, դրանք արվել են 2021 թվականին։ Այո։ 2021 թվականների կատարված աշխատանքներ։ Ես խիստ կասկածում եմ, որ ներկայացնողը չգիտեր երբ է կատարվել, բայց այնուամենայնիվ կարևոր է արձանագրել պարոն Մկրտչյան։ Պարոն քաղաքապետ, տեղեկացնեմ, որ այդ սալիկները, որոնք որ տեղադրվել էին եւս 2020-21 թվականյա, բայց դա մեծ հաշվով էական նշանակություն չունի, որովհետեւ այն աշխատանքը, որը որ իրականացվել է, ամբողջությամբ անվճար է եղել այդտեղ եւ այն շինարարը, որը որ արել է, իր կողմից արել եւ անվճար, դրա համար գումար չի դուրս գրվել Երևան համայնքից։ Սա շատ կարևոր է նշան, որովհետեւ այն աշխատանքը, որտեղ որ անգամ որակի մի փոքր խնդիր է եղել, մենք նման ակտերը երբեք չենք ստորագրել։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Իհարկե շատ կարևոր է արձանագրել, որ սա Երևանի քաղաքապետարանի ծրագիր չի եղել, բայց այնուամենայնիվ նույնիսկ եթե համայնքի համար որևէ տնտեսվարող, որևէ սրճարան աշխատանք է իրականացնում, մեր կարծում կարևորագույն խնդիրն է արձանագրել, որ այդ աշխատանքը իրականացում է որակով եւ այսուհետ կարծում եմ անկախ նրանից դա մեր ծրագիրն է, մենք ենք գումարը տալիս, թե որևէ մի շինարար, որևէ մի սրճարան, որևէ մի գրասենյակ իր դիմացի հատվածը բարեկարգում է, այդ հատվածի աշխատանքների նկատմամբ նույնպես վերահսկողությունը համապատասխան խստությամբ իրականացնենք, այսինքն ինչպես որ մեր կողմից ընդունվող աշխատանքներին կվերաբերեինք։ Ես կարծում եմ, որ սա այն կարևոր, այսպես ասած, նաև վարքաբանական փոփոխություն է ենթադրում, այսինքն չկա այլևս մեր եւ ձեր աշխատանք, կա աշխատանք, որը արվում է Երևան քաղաքում, Երևան քաղաքի մայթի վրա։ Հետևաբար անկախ նրանից դրա համար մենք ենք վճարում, թե դրա համար տնտեսվարողն է վճարում, որակը պետք է լինի համապատասխան մեր ստանդարտներին։ Պարոն Մկրտչյան, ձեզ մոտից ունենք ձերբակալություններ։ Ես կարծում եմ լավ առիթ է խոսել այն մասին, որ նմանատիպ առհասարակ իհարկե համեմեղության կանխավարկածը չխախտելով ուզում եմ ֆիքսել, որ որևէ կոնկրետ բան չենք ուզում ասել այդ անձանց վերաբերյալ, բայց այնուամենայնիվ շատ լավ առիթ է արձանագրել, որ կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են եւ ընդհանուր առմամբ չգիտեմ, էլի այս մակարդակում էլ ինչքան պետք է այդ գործողությունները տեղի ունենան, որպեսզի մենք ընդհանուր առմամբ այս խաղի կանոնները հասկանանք բոլորով, էլի։ Խնդրեմ, պարոն Մկրտչյան։ Շնորհակալություն, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ազգային անվտանգության ծառայողների, հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ պետք է նաեւ նշեմ ցավով, որ մի շարք լրատվամիջոցների կողմից տարածվեցին լուսանկարներ, որոնք կարող էին ապակողմնորոշել հանրությանը եւ կարծում եմ նաեւ ապակողմնորոշեցին, տպավորությունը այնպիսիներ կարծես թե ինձ են ձերբակալել։ Իրականում եւ զավեշտալի էր եւ նաեւ տխրեցնող, որովհետեւ երբ որ լուսանկարը իմ եւ ազգային անվտանգության ծառայողների կամ նյութերը այնպիսի վերադասավորվածություն ունեին նկարների տեսքով, բնականաբար կողմնորոշեին մեր հանրությանը, իսկ դեպքի մասով նաև պետք է նշեմ, որ դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում, դեպքը տեղի չի ունեցել իմ ներկայությամբ
դա եւս լրատվամիջոցների կողմից ամբողջությամբ հակառակ ուղղությամբ ներկայացվեց։ Մի հոգի մեր աշխատակիցներից այս պահին եթե չեմ սխալվում տնային կալանքի տակ է եւ այս պահին նախաքննությունը դեռ եթե չեմ սխալվում շարունակվում է, որովհետեւ այլ բան չեմ կարող ասել եւ կարող եմ նաեւ փաստել եւ վերահաստատել մեր դիրքորոշումը, որ համայնքային պետական բյուջեից 1 լումա անգամ գողանալը դա մեղմ ասած սրիկայություն է։ Շնորհակալ եմ։ Այստեղ իհարկե ոչ միայն համայնքային բյուջեից գողության մասին է խոսքը, այստեղ նաև խոսքը այն մասին է, որ ասենք ինչ որ մի բան արձանագրելու, ինչ որ մի բան չարձանագրելու համար կաշառք վերցնելու նաև մասին է խոսքը եւ այդ բոլոր երևույթները մեզ համար անընդունելի են եւ նորից ասեմ ինչքան տեղի ունենա այս գործընթացը, որպեսզի մենք այդ մշակութային ամբողջական փոփոխությունը կարողանանք կատարել։ Իհարկե, ես կարծում եմ իրավապահ մարմինները իրենք իրենց գործառույթը իրականացնելու պետք է իրականացնեն, բայց նաև մենք այստեղ էլի անելիք ունենք, էլի համակարգային վերլուծության եւ լուծումների ինչ որ մի տրամաբանությամբ, որովհետև այս անընդհատ այդ կրկնվող այդ մակարդակում կրկնվող խնդիրը նշանակում է համակարգային խնդիր կա եւ այդտեղ ինչ որ տենց այլ մոտիվացիոն միգուցե տրամաբանությունը պետք դնել, որովհետև ոնց հասկանում եմ, այնտեղ բանը շատ է, էլի գայթակղությունը շատ մեծ է եւ պետք է համապատասխան ինչ որ համակարգային երևույթը լուծումներ գտնել։ Պարոն քաղաքապետ, եթե թույլ կտաք մի բան ասեմ, համակարգը այնպիսին է, որ առնվազն արկածախնդրություն է նման քայլի գնալը, որովհետև պարբերաբար տարածքները փոփոխվում են աշխատողների միջև եւ պարբերաբար ստուգումներ են իրականացվում, այսինքն անգամ այս գործողությունը չէր կարող երկար կյանք ունենալ, եթե անգամ չբացահայտվեր մեր գործընկերների կողմից։ Դա բացառում եմ եւ Շենգայիթ վարչական շրջանում բացառված է, որ ամիսը մի անգամ ամբողջությամբ ֆիլտրացիա չարվի եւ չուսումնասիրվի։ Այսինքն յուրաքանչյուր գործողություն ունի մեկ ամսվա կյանք։ Ընդունում եմ, պարոն Մկրտչյան, բայց քանի որ դեպքը ոչ միայն ձեզ մոտ է տեղի ունենում, այսինքն սա արդեն տենց կրկնվող process է, ես կարծում եմ, որ այստեղ համակարգային լուծումների կարիք կա, պարոն Փամբուխչյան, այստեղ որոշակի ինչ որ տենց առաջարկներ, եթե չեմ սխալվում, կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր անում համակարգի այսպես ասած նոր մոդելի, որը որ միգուցե արժի քննարկել։ Շնորհակալ եմ, հաջորդ հանձնարարականը, խնդրեմ։ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերությանը հանձնարարական համար 16 զեկուցել տարածատեղեկատվական միասնական